Ռուսաստանի եւ Նորնախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանն ընդարձակ հարցազրույց է տվել ռուսական Ռոսիա 24 հեռուստաալիքին եւ խոսել Հայաստանում եկեղեցու հանդեպ սկսած ահալածանքի մասին։ Ներկայացնելով իրավիճակը թեմակալ առաջնորդը նկատել է, թեև 1700 տարվա ընթացքում եկեղեցին ծանր փորձությունների միջով է անցել։ Տեսել է ցեղասպանություն, ստալինյան, ահավոր բռնաճնշումներ եւ այդուհանդերձ ոտքի է կանգնել։ Այսօր ազատ անկախ Հայաստանում մենք ստիպված ենք բախվել նմանատիպ իրավիճակների, երբ շինծու, անհիմն եւ կեղծ մեղադրանքներով ձերբակալվում են բարձրաստիճան հոգեվորականները, ազգային բարերարներ, եկեղեցու պաշտպաններ, եւ նրանց փորձում են համեմատել ահաբեկիչների հետ։ Նրանց անվանում են օտարերկրյա ազդեցության գործակալներ, որ նրանք ղեկավարում են պատերազմի տանող կուսակցություն, որ հիբրիդային պատերազմ են մղում սեփական երկրի դեմ։ Ես ուզում եմ հիշեցնել եւ ասել բոլորին, որ մեր եկեղեցին միշտ դուրս է եկել նմանատիպ փորձություններից եւ հիմա էլ դուրս կգա ավելի ուժեղ, ավելի միասնական, ավելի մաքրագործված, քանի որ միշտ ապավինել է մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ով հաղթեց սատանային։ Եկեղեցին կարողացավ պահպանել իր միասնությունը, պահպանել մեր նախնիների հոգևոր եւ մշակութային ժառանգությունը եւ ազգի միասնականությունը։ Այդուհանդերձ ներկայիս իրավիճակը մտահոգիչ է։ Այն կարող է հանգեցնել անկանխատեսելի, աղետալի հետևանքների, եթե բանականությունը, արդարությունը եւ սերը չհաղթեն։ Սրբազան հայրը ի պատասխան լրագրողի հարցումների անդրադարձել է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ իշխանությունների սկսած հալածանքին, երբ խոչընդոտվում է եկեղեցու բնականոն կյանքը, ժողովների ընթացքը, իսկ պետության ցուցումով դատավորները թեմակալ առաջնորդ են նշանակում եւ ստիպում վերականգնել կարգալույծ հոգեվորականի կարգը։ Լրագրողը Ռուսաստանի եւ Նորնախիջևանի հայոց թեմի առաջնորդին խնդրել է պարզաբանել, արդյոք հայաստանյաց եկեղեցին կարող է ներգրավվել քաղաքականության մեջ։ Իհարկե ես համաձայն չեմ այս տեսակետին։ Եկեղեցին միշտ ավելի վեր է եղել թե քաղաքական, թե կուսակցական կազմակերպություններից եւ հաստատություններից եւ միշտ կատարել է իր հոգեվոր, կրոնական եւ փրկարար առաքելությունը։ Միշտ քարոզել է քրիստոնեական արժեքներ։ Եվ միշտ արել է ամեն ինչ, ինչ կարող է, որպեսզի մարդիկ ապրեն խաղաղ, համերաշխ եւ միասնական։ Որքան էլ փորձեն ասել, որ եկեղեցին ներգրավված է քաղաքականության մեջ, եկեղեցին երբեք չի եղել քաղաքականության մեջ եւ մտադիր էլ չի։ Եկեղեցին իրավունք ունի բարձրացնել իր արդար ձայնը, որպեսզի մարդիկ նույնպես ձգտեն ապրել Աստծո ճշմարտության մեջ, հանուն այս երկրի վրա օրհնյալ կյանքի, հանուն երկրի, աշխարհի եւ ազգերի ապագայի։ Հարցազրույցի ավարտին լրագրողը հիշեցրել է Սրբազանին, որ նա մի առիթով ասել է, թե հայերի համար քրիստոնեական հավատքը կարծես մաշկի գույն լինի եւ խնդրել է մեկնաբանել։ Ես պարզապես մեջբերել եմ մեր 5-րդ դարի պատմաբան Սուրբ Եղիշեին, որը մեզ փոխանցել է քրիստոնեության համար աշխարհում հանուն ազատության, հանուն արդարության մղված առաջին պայքարի պատմությունը, երբ հայերին փորձել են ստիպել ուրանալ Քրիստոսին, իմ նախնիները կարողացել են պաշտպանել իրենց հավատքը։ Ես համոզված եմ, որ ինչպես 5-րդ դարում, այնպես էլ հիմա մենք պաշտպանում ենք մեր հավատքը, արտահայտում մեր հավատարմությունն ու նվիրվածությունը ամենակալ Աստծուն։ Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը անմահություն կարգախոսով։ Հիմնադրումից 301 թվականից ի վեր մեր եկեղեցին քարոզել է հենց այս քրիստոնեական արժեքները՝ խաղաղություն, բարություն, արդարություն, փոխադարձ սեր եւ հարգանք։ Ստեղծել է մշակույթ, վեր հանել գիտությունը եւ ձևավորել ազգի հոգեվոր անվտանգությունը, միաժամանակ դնելով ազգային ինքնության անսասան հիմքը։ Եվ հենց այդ առիթով է պատմագիրն ասել, որ քրիստոնեությունը յուրաքանչյուր հայի մաշկի գույնն է։